կամ չգիտեմ կաշառք առաջարկել, ասել գիտես ինձ 5 միլիոն դուր եւ այս ակտը չգրեմ։ Որովհետև ավտոմատ կերպով հենց հայցադիմումը ներկայացվեց դատարան, սրա գործողությունը կասեցվում է։ Մինչև որ 3-4 դեպքեր են ունեցել 10 տարի հետո մինչև վճռը կայացվի։ Այսինքն մինչև հիմա այդպես է եղել։ Մինչև հիմա այսպես է։ Հիմա իրենք առաջարկում են ինչ։ Արդարադատության նախարարությունը նախագիծը ներկայացնելով առաջարկում է։ Իրենք առաջարկում են, որ ակտը գրեցինք, ակտը ներկայացնում եք դատարան, իր հետ ներկայացրեք հայցի ապահովման միջոց, միջնորդություն դատավորին, որ եթե դատավորը կբավարարի, չեք մուծի, եթե չի ավտոմատ կերպով պիտի մուծեք։ Այսինքն 20 միլիոնը հիմա ավտոմատ կերպով չի վճարվում պետբյուջե, եթե ակտ է գրվում եւ դատարան բողոքարկվում է։ Փոփոխությունով դուրս է գալիս, որ պետք է վճարվի։ Պետք է վճարվի։ Վճարման այդպես ժամանակահատվածում դատարանի միջնորդություն ներկայացվի, խնդրելով կամ փաստեր ու հիմքեր ներկայացնելով, որ պատվարժան դատարան խնդրում եմ այս 20 միլիոնը չվճարեմ, դատական ակտի, չգիտեմ, վճռից հետո նոր թույլատրեք վճարումը կատարեմ։ Դատարան չի մտնելու այս բեռի տակ։ Ընդ որում դատարանը կատարելու է նաև պատվերով գործողություն։ Ասելու է բեր վճարի, այսինքն։ Իհարկե, որովհետև եթե ինքը միջնորդությունը բավարարի դատարանը, կառավարությունից կամ պետեկամուտների կոմիտեից զանգ է գնալու դատարան եւ ասելու դու ինչու որոշեցիր, որ պետքա պետական եկամուտների վրա այդպիսի որոշում կայացնես։ Որևէ դատավոր այսպիսի ռիսկի չի կարողանալու գնալ։ Մի հատ եկեք նորից ընդհանրացնենք, նոր անցնենք արդեն հաջորդին։ Փաստորեն, ես գործարար էի, միջև հիմա եթե ինձ ՊԵԿ-ը 20 միլիոն տուգանում էր, դիմում էի դատարան, միջև դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չէր լինում, ես այդ 20 միլիոնը կարող էի չվճարել։ Հիմա չէի վճարում։ Պետք է վճարեի։ Ահա, հիմա արդարադատության նախարարությունը ինձ ասում է, քեզ ՊԵԿ-ը տուգանել է 20 միլիոն դրամով, դատար վճարի, 5 տարի սպասի, կլինի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, հետո հետ կտանք այդ փողոց քեզ։ Այսինքն դա է առաջարկում։ Այո։ Գործարարների լռությունը ինչով է պայմանավորված։ Չեն հասկանում, որ սա խոչընդոտելու է իրենց գործունեությանը, որովհետև մենք գիտենք, որ տուգանքների դեպքում շատ ավելի մեծ է թիվը լինում։ Չեմ կարող այդ հարցին անդրադառնալ կամ պատասխանել, որովհետև գործարարները միգուցե դեռևս նախագիծը չեն կարդացել, բավարար չափով իրազեկված չեն։ Մենք նոր ենք սկսել դրա իրազեկման ակցիան։ Այսինքն սա հայտարարագիրը չի, որ ավելի վաղ ժամանակահատվածում սկսած լինենք, նոր ենք սկսել այդ ակցիան եւ առաջիկա մի քանի օրերի ընթացքում, երբ որ բոլորին հասանելի կդառնա տեղեկատվությունը, կարծում եմ, որ որևէ մեկը պատրաստ չի լուռ մնալու։ Ասացիք մենք նոր ենք սկսել այդ ակցիան, դուք հենց գրառում արեցիք, ձեզ արձագանքել է Civilnet